Ահա սիրելիներս, ծանր աշխատանք եմ տանում հրատարակելու Սուրբ Շնորհալու կաթողիկե թուղթը եւ դա վերաբերում է քահանաներին, եպիսկոպոսներին եւ դա շատ կարեւոր է պատմականորեն նույնպես, որովհետեւ Հայաստանը եղել է մեջտեղում բյուզանդական կայսրության հալածանքների տակ եւ Շնորհալին իր նախորդով Գրիգորիս III-ով եւ իր հաջորդով Գրիգորիս IV-ով բավականին լավ հարաբերությունների մեջ էր Հռոմի պապերի հետ Ալեքսանդր III, Լուչիուս առաջին եւ այլն եւ այլն։ Այսինքն դա բանական ոչ մի շեղումներ չկային իրենց մեջ, համաձայնեցված էր ամեն ինչ։ Բայց այնտեղ կար միշտ այս բյուզանդացիները միշտ հալածում էին հայերին Հռոմի հետ կապի համար։ Սա պատմաբանների գործն է, ես այստեղ եմ ճիշտ հասկանալու գրաբարյան այս հնագույն տեքստերը, որը հեշտ չէ, գրաբարյան բառերը, աշխարհաբարի բառերի նշանակությունը չունեն, դուք պետք է սա հասկանաք։ Եվ ինչքան հասկանում եմ, բոլոր այդ հրատարակված Էջմիածնի եւ մյուսների կողմից հրատարակությունների մեջ շատ կոպիտ սխալներ կան։ Գիտեք ինչ, կանոնական թղթերը չեն կարող սխալ լինել։ Դա դարձնում է, նորից եմ ասում, ապոկրիֆ։ Եվ ժողովուրդը աշխարհում մեծ փիլիսոփաներ կան, մեծ աստվածաբաններ կան, նրանք պարզապես պետք է մի կողմ շպրտեն եւ երբեք լուրջ չհամարեն դա։ Ահա, նրանք ովքեր կուզեն նորից աշխատել կամ իմ դրած հիմքի վրա իրենք ավելի կատարյալ անեն, պետք է հիշեն, որ սրբերի կանոնական ուսուցումը հիմնված է տիեզերական ժողովների վրա։ Տվյալ դեպքում լուսավորչի հաճախապատումը հիմնված էր աստվածաշնչային մեկնությունների եւ անսարայի տիեզերաժողովի վրա։ Մանդակոնին, ինչքան ես տեսա, հիմնված էր միայն աստվածաշնչային մեկնությունների վրա։ Շնորհալին հիմնված է աստվածաշնչային մեկնությունների եւ անպայման Լաթերան 4-րդ տիեզերաժողովի կանոնների վրա։ Այս ամեն ինչը պետք է սովորել, որպեսզի հասկանալ, թե ինչ է ասում։ Եվ դրանք երբեք հնացած չեն, նույն օրենքները նաև հիմա են։ Քահանաների սրբության, դավանաբանության ճիշտ մեկնությունների, ծեսը չխանգարելու, ավանդությունը պահելու, նաև այնտեղ կա, որ քահանան չի կարող լինել քաղաքական ակտիվիստ կամ զինվոր, միայն կարող է ինքնապաշտպանվել։ Սրանք բոլորը շատ կարևոր կանոններ են։ Եվ իհարկե այլազգի երեխաներին չմկրտել, սրանից օգտվելով այս տգետ գրաբար չհասկացող մարդիկ մի այսպիսի կեղծ կանոն են դրել իրենց համար, ժամանակակից այս քահանաները, որ այլազգիներին չի կարելի մկրտել, այդպիսի բան չի ասում Շնորհալին։ Նախ այլազգի ազգս հայոց, այդ դեպքում նշանակում է հայոց ցեղ, բայց ազգի նաև նշանակում է տեսակ, այլազգի երեխաներին, այսինքն այլակրոն երեխաներին, դա է նշանակում, չի կարելի մկրտել, բայց ինքը ասում է, պետք է զգուշ մկրտել, ոչ թե չի կարելի մկրտել, որովհետև նրանք հետո դառնում են ապոստոլներ, ուրացողներ, եւ պետք է աշխատել այդպիսիներին, բերել հավատքի իրենց ծնողներով։ Եվ ահա, բայց մյուս կողմից էլ ասում է, ես դա չեմ արգելում, որովհետև կա այս պահը, երբ որ երեխան մահանա կամ հասուն տարիքում, այդ մկրտության շնորհիվ նա կարող է փրկվել։ Նրա հրեշտակը, որը ակտիվացված է, կարող է փրկել նրան, խլելով նրան դևից։ Եվ ասում է, ես բացարձակապես չեմ ասում, որ դուք չեք կարող այլակրոնին մկրտել, բայց պետք է զգուշ լինեք, երեխաների մասին է խոսքը։ Եթե այլակրոնին չմկրտեին, մենք ինչու պետք է քրիստոնյա հիմա լինենք։ Ոչ Պետրոսի ցեղից ենք, ոչ Պողոսի ցեղից ենք, լսեք, ես աշխատում եմ չբարկանալ, այսինքն թե ես անցել եմ այդ դժոխքը Հայաստանում, երբ որ այս կիսաանգրագետները իրենց հռչակեցին աստվածաբաններ,
Ստեղծաբանությունը այնպեսի բան չէ, որ այդ խաղազդու։ Եվ ահա, ես դες հորդ կդամ ձեր բոլոր հրատարակությունը մանդակոնի եւ այլն բոլոր վառեք։ Որը դուք աստվածահայրամքներ եք ասում եւ գրված է բարձ։ Ձեզ ներում չկա, դուք կարող եք ձեր ազնական մեղքերի համար ներում ստանալ, բայց բացել մի ամբողջ եկեղեցու կանոնադրություն, հիմա ծես, դեզանել եւ այլն, դուք կապակ եք անում։ Էդի ճանապարհ եք դուք բռնել։ Ժողովուրդը անմիտի պես հետևում է ձեզ։ Բայց նորից եմ ասում, ես իմ այս սարսափելի դժոխք արդեն անցել եմ, հիմա կատարում եմ իմ գործը, սա հեշտ բան չէ։ Իսկ ամեն օր ես կարող եմ թարգմանում մի փոքրիկ հատված, շնորհալու կանոնական թուղթը եւ 10 անգամ ստուգում եմ, ինչպես եղավ որ ահա չեք կարող դատել, քահանայական խորհուրդը չի կարող քաղաքացիական դատարանում դատ անել։ Եվ դա ճիշտ է, դա ամուսնության հարցեր են, դա կալվածքների հարցեր են ներսում, այսինքն եկեղեցին պետության մեջ ինքը պետություն էր իր օրենքներով։ Սակայն պետք է հիշել, եւ ես դա ավելացրել եմ ծանոթագրությունների մեջ, որ կան հարցեր, որոնք ասենք թե բանն այն է, որ անգամ իր թեմի ժողովրդին, աշխարհային ժողովրդին եկեղեցական դատարանը խորհուրդը լսում էր, բայց մահապատիժների համար իրենք չեն կայացնում այդ որոշումները, այսինքն ի վերջո դատական որոշումը իրագործելը, դա լինի երկար բանտարկում եւ այլն կամ ի վերջո մահվան դատավճիռ, դա անում էր քաղաքացիական դատարանը։ Եվ իհարկե պարզ ասում է, որ հոգևոր մարդը չի կարող երկրի պետական կառավարության մեջ լինել, որովհետև մենք փաստորեն երկնքի արքայության թագավորության մոդելն է եկեղեցին, նա կապ չունի աշխարհայինների հետ, բայց նա կարող է դիսցիպլինա անել, անես դնել, ինչպես հիշում ենք Հովհաննես Ոսկեբերյանը կամ Աթանասը, այդ միապետներին եւ նրանց կանանց, ինչպես նաեւ Հովհաննես Մկրտիչը Հերովդիայի դեմ երբ որ խոսում էր, այսինքն դա ձեր պարտականությունն է անել այս հոր նման, այսինքն եկեղեցին քահանան դա եպիսկոպոս դա հայրն է ազգի, բայց ի վերջո դատապարտելի եւ պատժելի արարքները մնում են քաղաքացիական դատարանի վրա։ Ներողություն, սրանք բաներ են, որ ես կարդում եմ եւ ինչքան որ կարողանում եմ այդ փնտրտումներ անել, դնում եմ ծանոթագրությունները, բայց սրա համար փոխանցում եմ ինստիտուտ։ Ֆուրնենք Օքսֆորդի ինստիտուտը, որ իրեն նվիրեց հայկական բնագրեր ուսումնասիրելուն։ Եվ ինչքան ես նայում եմ, շնորհալու թուղթը վրիպել է բոլորից, չեմ հասկանում ինչու։ Եվ իրապես գրափայր լեզուն շատ խրթին է։ Այդ պատճառով իր ամեն մի ասածը պետք է փնտրել Աստվածաշնչի մեջ, հավաստիացնել։ Ես չեմ հանդիպել աբսուրդի կամ չարապարության շնորհալու գրվածքի մեջ, ուրեմն երկու գլուխ ունի, առաջի գիրքը, կաթողիկե թուղթը եւ երկրորդ թուղթը, երկրորդ գիրքը, առաջինը վերաբերում է այս եկեղեցու կառուցվածքը դիսցիպլինային, իսկ երկրորդ թուղթը դա հիմնական պատմական գրություններ են, իր նամակագրությունները տարբեր վարդապետների հետ, նաև բյուզանդական կայսեր Մանուելի հետ, այնտեղ կան շատ հարցեր, որ բյուզանդական եկեղեցին ստիպում է շնորհալուն կատարել այս փոփոխությունը Սուրբ Հաղորդության գինու մեջ նաև լցնել ջուր, եւ դա հնուց գալիս է երկրորդ դարից Լանկեանոսի աչքը այդ աղեղնակիրը, որ բացեց Քրիստոսի աչ կողմը, այդտեղից այդ կողից ջուր հոսեց եւ Լանկեանոսը մեկ աչքով կույր էր եւ նրա տեսողությունը բացվեց։ Ահա դրանից ելնելով հին
պատրիարքները, պապերը ավելացնում են մի քիչ ջուր, բայց շնորհել եմ մերժում է դա, ասելով որ ահա մենք ամենահին եկեղեցին ենք, վերջին ընթրիքում Քրիստոս չլցրեց ջուրը, եւ ահա դա ինքան անգամ մեղմ է խոսում, այնքան խոնար է խոսում, պարզապես մի բան է, որը անընդունելի է։ Նույն հարցը նաև 15-րդ դարում Ֆլորենսի տեզերաժողովում հարցը դրվեց եւ նորից այն ժամանակ արդեն իհարկե Սուրբ Ներսեսը այնտեղ չէր, բայց նորից հայերը ընդդիմացան դրան եւ գիտեք ինչ, ես չեմ մեղադրում Ֆլորենսի կոնֆերանսը ով կանչեց ինչպես է Իգենիուս այդ պապա Eugenius, ինչպես է հայերեն, չգիտեմ, եւ ահա պապա հրավիրում է տեզերաժողով եւ մյուս ծայրում Իտալիայի մեկ ուրիշը Ֆելիքս անունով իրեն հրճակում է պապ, այս խեղճ մարդիկը, որ անցել են հազարավոր կիլոմետրերը, չգիտեին ինչ անեն, ինչ կատարվում, գիտեք ինչ, ես երբ որ խոսում եմ այս աստվածաբանների հռոմեական կաթոլիկ եկեղեցու Ես ասում եմ այդ սկիզբի համար ռուսներն էլ այնտեղ էին Ֆլորենսում սկիզբի համար դուք ինչու ինքներդ ձեզ չեք մեղադրում բայց ի՞նչ վիճակ էր ձեզ մոտ մեկը մի բան էր ասում մյուսը մի բան էր ասում եւ կոմունիկացիան այնքան դժվար էր հնում իրենք ինչ իմանային ի վերջո միջև փաստորեն ես շուտ ինչ պատահեց ամեն մի այս եկեղեցին հունական է իր գլխի ռուսը իր գլխի հայերն էլ կեսը միաբնակ կեսը քաղաքական իրար էին կոտորում եւ փաստորեն իմ մեղքը որն է սրա մեջ որ ես չեմ կարողանում իմ հարցերի պատասխանը գտնել որովհետեւ Քրիստոսի մարմնի մեկ եկեղեցու եւ մեկ մարմնի այս աստվածային սկզբունքը զոհաբերվեց քաղաքականություններին որ ընդունելի չէ եւ հիմա լիփորտը էկումենիկ միավորություն արեցին 1960-ական թվականներին օծնո կարիճը բուդդիզմը վուդու բողոքությունը խառնելով իրար ասելով բոլոր կրոնները ճիշտ են լատինն էլ է ճիշտ սկիզմատիկ ռուսն էլ է ճիշտ միաբնակ հայն էլ է ճիշտ բոլորը ճիշտ եք սրանից չեմ սիրելիներս Ես առաջին խմբագրությունից հետո կաթողիկե թուղթը ընդհանրական թուղթը ընդհանրական եք ասում ընդհանրական է դա ընդհանրական եկեղեցին է սա գրված է ինչպես ասեցի հիմքը դա լատերան 4-րդ տեզերաժողովն է որին իհարկե շնորհալ են եղել է Եվ սրանք միջազգային ամբողջ կրոնական միաբանությունների օրենքներ են միայն իրենը չեն Եվ ինչու, երբ որ դուք այնտեղ հարցեր կան ձեզ թարգմանության, դուք նայեք ընդհանուր ինչպես է եղել եւ փաստորեն ես հիմա այդպես եմ անում, ծանոթագրությունները անպայման ես տեքստը երբեք չեմ փոխում, երբեք։ Միայն ավելացնում ծանոթագրություններ եւ նորից բաներ կան, որ այնտեղ մենք չենք հասկանում, ինչպես ասացի մանդակոնը այն սկզբունքը որ ահա Եզեկիելից ինքը մեջ է բերում որ ահա կրապաշտությունը ավելի հասկանալի է Աստծուն քան թե ուխտադրությունը բերելով օրինակը Եզեկիելից եւ վերջերս ես հասկացա որ այս պապերը սովորաբար Պետրոսյաթորեն նստելիս ուխտ են անում, որ պետք է առաքելական ստացված ժառանգությունը պահեն, բայց հիմա այդ ուխտը հանեցին 60-ական թվականներից։ Եվ փաստորեն կաթոլիկ եկեղեցին անկանգվել է կառապաշտության մեջ։ Եվ նոր հասկացա, որ որքան մեծություն կա, oh my god, I can't believe this, it's so powerful։ Սուրբ Մանդակոնին հենց դա նկատի ունեի։ Որ այդ երթմազանության շնորհիվ պատճառով ամբողջ ազգերը դարձան հեթանոս եւ ասում դա ոչ թե ընդունելի ավելի հասկանալի է քան թե սրանց ուրացությունը որ դատապարտվում է դժոխքին չխաբվեք սիրելիներս այդ բաղադրում է որ Տեր ասում է մնացեք ձեր հավատքի մեջ եւ ձեր սիրո մեջ միջև վերջ
եւ նրանք ովքեր կդիմանան միջև վերջ առանց փոխելու իրենց կրոնը, որը այս Ֆրանցիսկը հիմա հավանաբար ասել թող ողորմի, բայց ես գիտեմ որ դժոխքում է, ասում էր կանոնական լինել եւ ավանդական լինել դա մտքի սահմանափակությունից է։ Քրիստոսին հավատալն էլ է ուրեմն մտքի սահմանափակությունից։ Դուք հասկանում եք սրանք ինչ աստիճանի դվեր են։ Գիտեք ինչ ես այսպես որպես ասենք հասարակական գործիչ այսպես պիտի չխոսեմ, որովհետեւ մենք չգիտենք թե Պողոսարակել ասում մի ասա ով է գնում երկին, ով է գնում դժոխք, բայց ներողություն ըստ կանոնների նա ով որ բացում է եկեղեցին այս խախտումներով կրապաշտությունը բերելով նա չի կարող փրկվել, բայց ահա դրանք այս մոդեռնիզմի կողմնակիցները ասում են դրանք ոչ թե ապոստեյտ ոչ թե կրոնի քրիստոնեական կրոնից հրաժարվում է այլ error այլ դրանք սխալներ են այսինքն սխալի եւ ուրացության մեջ գիծը չկա ես հիմար չեմ ես ունեմ իմ սրբերը ես ունեմ նավիկացի ես ունեմ լուսավորիչ ես ունեմ մանդակունի ես ունեմ շնորհալի եւ ուրիշ ոչինչ դրանից ավել ինձ չի հետաքրքրում